Բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, հարցազրույցն այսուհետ կվարեմ ես Հայկա Ալոյանս։ Այսօրվա իմ հյուրն է քաղաքագետ Բենյամին Մաթևոսյանը։ Պարոն Մաթևոսյան, շնորհակալություն հյուրընկալվելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Նիկոլ Փաշինյանն արդեն Շարմ էլ-Շեյխում է, մասնակցում է Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին, որտեղ գլխավոր հարցը Գազայի անկախության թեման է։ Հետաքրքիր է, համասինգը հետաքրքրի Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգը։ Ուղիղ այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում օգոստոսի 8-ին գլոբալ մասովկայի դեր էր կատարում, որովհետև Ադրբեջանը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները այդտեղ լրիվ այլ խնդիր ունեն լուծելու եւ խնդիրը վերաբերում էր Հայաստանի տարածքով միջանցք ստանալու հարցին, նույնն էլ այստեղ Նիկոլ Փաշինյանը աշխարհաքաղաքական մասովկա է։ Պարզը Հայաստանի Հանրապետությունը որևիցե ազդեցություն այս գործընթացների վրա չունի եւ այս պահի դրությամբ առնվազն չէր էլ կարող ունենալ։ Նիկոլ Փաշինյանը պարզապես անհրաժեշտ է գեղեցիկ պատկերը ստանալու համար, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը քայլեր է ձեռնարկել, խաղաղություն է հաստատել այս պահի դրությամբ Գազայի հատվածում։ Եվ Նիկոլ Փաշինյանը կրկին ասեմ, աշխարհաքաղաքական մասովկայի դեր այստեղ պետք է կատարել։ Ռոբերտ Քոչարյանը իր ասուլիսի ժամանակ ինչ է չէ ասում, որ կային, չգիտեմ, այնտեղ նկարներ կային, աթոռներ կային։ Հիմա նույն կարգավիճակում է Նիկոլ Փաշինյանը մեկնել է Շարմ էլ-Շեյխ եւ մասնակցում է այնտեղ այդ գագաթնաժողովին։ Եվ հասցրել է այնտեղ արդեն զրուցել Պակիստանի վարչապետի հետ, հանդիպել է Ալիևին, նկարները տարածվել են, այսինքն Նիկոլ Փաշինյանի շփման շրջանակը անկախ հանգամանքից թե ուր է մեկնում, չի փոխվում։ Հայկա, մենք եթե մի փոքր ինքներս մեզ հետ անկեղծ լինենք, մենք կնկատենք հետևյալը, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները անում են ամեն ինչ, որպեսզի Հայաստանը լիարժեքորեն ներգրավի թուրքական աշխարհին, թուրքական աշխարհի մի մաս դառնա։ Այս համատեքստում տրամաբանական է, որ Նիկոլ Փաշինյանը առաջին հերթին պետք է հանդիպումներ, քննարկումներ, բանակցություններ ունենա Թուրքիայի ղեկավարի հետ, Ադրբեջանի ղեկավարի հետ, թուրքալեզու, թուրքական պետությունների, այլ երկրների ներկայացուցիչների հետ, ամեն ինչ տրամաբանական է այստեղ։ Նույնիսկ թուրքական պետությունների կազմակերպության նստաշրջանին Գաբալայի հռչակագիր ընդունեցին, որտեղ կարմիր գծով անցնում էր Զանգեզուրի միջանցքը, թվում է թե թուրքական որոշ պետություններ ինչ գործ ունեն Հայաստանի սուվերեն տարածքի հետ կապված որոշակի հայտարարություններ կամ հռչակագրեր ստորագրելու հետ։ Այս հարցի վերաբերյալ ես կուզենամ մենք մի փոքր ավելի երկար զրուցենք, որովհետև սա իսկապես չափազանց կարևոր հարց է, չմոռանանք հետևյալը, որ այդ հռչակագիրը, Գաբալայի հռչակագիրը ընդունվել էր այն բանից հետո, երբ որ Նիկոլ Փաշինյանը եւ Իլհամ Ալիևը Կոպենհագենում հանդիպում ունեցան եւ առանձին Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտարարություն տարածեց, որտեղ նշվել էր, որ ի թիվս այլնի կողմերը քննարկել են այդ Զանգեզուրի միջանցքի եզրույթի օգտագործման, չգիտեմ, անընդունելիությունը, որ պետք է օգտագործվի միայն օգոստոսի 8-ին սահմանված այդ տերմինաբանությունը, այսպես ձևակերպենք, բայց մենք ինչ ենք տեսնում, որ Ադրբեջանի նախագահը նույնիսկ հայտարարությունների մակարդակով ինքը պատրաստ չէ զիջել, պատրաստ չէ չօգտագործել Զանգեզուրի միջանցք հարցում։ Այստեղ լավ տրամաբանական հարց է առաջում։ Արդյոք իրենք չեն հասկանում, որ դա կարող է մեղմ ասած չի համապատասխանում Նիկոլ Փաշինյանի կողմից վարած ներքին քաղաքականությանը քարոզչության առումով, որովհետև բոլորից փորձում են համոզել, որ Զանգեզուրի միջանցք ասվածը գոյություն չունի։ Մենք պետք է հասկանանք մի բան, ինչպես Հայաստանում մենք գործ ունենք ներքաղաքական զարգացումների հետ, նույն տրամաբանությամբ էլ ներքաղաքական զարգացումներ կան Ադրբեջանում, որքան էլ այդ ամենը մեզ համար փակ է։ Հիմա տեսեք, ինչ է ասում ադրբեջանական քարոզչությունը։ Իրենք ասում են, որ Նիկոլ Փաշինյանը մերն է, այսինքն իրենցն է, որը չգիտեմ Ադրբեջանի ժողովրդի հերոսն է եւ այլն եւ այդպես շարունակ։ Ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը այստեղ Հայաստանում, որ մենք կարող ենք ստանալ նույն պատկերը առանց պատերազմի։ Այսինքն ինչ է ստացվում։ Իրենց Նիկոլ Փաշինյանը եւ իրենց Իլհամ Ալիևը կարող էին նույն պատկերը ստանային, բայց առանց զոհերի։ Հիմա այստեղ ոչ միայն մենք հարց ունենք Նիկոլ Փաշինյանին, բայց այդ դեպքում ինչու էր անհրաժեշտ այս ամեն ինչ կատարվեց Արցախի հետ, այն ամեն ինչ կատարվեց 2023 թվականին, բայց այդ նույն հարցը կարող բարձրանա նաեւ Իլհամ Ալիևի գործունեության համատեքստում։ Եթե Նիկոլ Փաշինյանը ձերն էր, ինչի էր անհրաժեշտ գնալ պատերազմական գործողությունների։ Այդքան զոհերի գնով։ Այդքան զոհերի գնով, ի վերջո Ադրբեջանում մոտ 10,000 զոհի մասին է խոսվում։ Նույնիսկ փակ Ադրբեջանում խոսվում է մոտ 10,000 զոհի մասին։ Ինքը պետք է ինչ-որ մի կերպ հիմնավորի այդ Արցախյան պատերազմը։ Հիմնավորելու միակ տարբերակն այն է, որ մենք ճիշտ է Արցախում զոհեր ունեցանք, բայց Հայաստանի տարածքով միջանցք ենք ստանալու։ Ու միջանցք, որը պետք է գործի նույն տրամաբանությամբ, նույն սկզբունքով, որով 2020 թվականի նոյեմբերի 10-ից մինչև 22 թվականի դեկտեմբերի 12-ը գործում է Լաչինի միջանցք։ Այսինքն այնտեղ մաքսային սահմանապահ որևիցե հսկողություն չպետք է ունենա։ Այսինքն մենք պետք է ինքներս մեզ հետ անկեղծ լինենք եւ հասկանանք ինչ է կատարվում
Ադրբեջանի, թուրքալեզու պետությունների ներկայացուցիչները մեզանից ինչ են ուզում, ինչ գործընթացներ են գնում, ու եւս մի կարևոր հանգամանք այս ամենի համատեքստում թուրքական պետությունների կազմակերպության մեջ ի թիվս այլնի կա երկու պետություն, որոնք ՀԱՊԿ-ի անդամ են, Ղազախստանը եւ Ղրղըզստանը։ Իրենք եւս միացել են այդ Գաբալայի հռչակագրին, որտեղ առանձին կետ կա Զանգեզուրի միջանցքի հարցի վերաբերյալ։ Մենք երկար ժամանակ չենք հասկացել, թե ՀԱՊԿ-ը մեզ առաջին հերթին ինչի է անհրաժեշտ։ Ինչի։ Ոչ թե այն պատճառով, որ Ղազախ կամ Ղրղըզ զինվորականը պետք է գա մեզ հետ այստեղ Ադրբեջանի դեմ պատերազմական գործողություններ վարի, այլ որ X պահին այդ պետությունները չմիանան մեր թշնամիներին տասնամյակներ շարունակ։ Դա հաջողվում էր իրականացնել անկախ բոլոր խնդիրներից, չգիտեմ, անկախ այն հանգամանքից, որ կար Արցախի հանրապետություն, որ Ղազախստանը, որ Ղրղըզստանը երբեք Հայաստանին միջազգային ասպարեզում խնդիրներ չէին առաջացրել։ Այսինքն այդպեսի մի բան չկար, հա, որ դու ուզում ես մի կազմակերպության մաս կազմեիր, Ղազախստանի դիրքորոշման պատճառով դա անհնար էր, թեպետ Ղազախստանը միշտ էլ եղել է թուրքական պետություն։ ՀԱՊԿ-ը մեզ հենց դրա համար էր պետք, բայց զրոյացնելով մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, փաստացի զրոյացնում մենք դե ֆակտո հիմա դուրս ենք եկել ՀԱՊԿ-ից։ Մենք ինստիտուցիոնալ առումով այդ պետությունների հետ համագործակցության այլընտրանք չունենք, դա էլ իրենց ձեռքերը ազատում է Ադրբեջանի հետ համատեղ այս տեսակ հայտարարություններ ընդունել։ Ամեն ինչ տրամաբանական է եւ ասել, որ ինչ որ մի բան է կատարվում մեր հետ կամ մեր շուրջ, ինչը կանխատեսելի չէր, դա ինքնախապեյություն կլինի։ Թուրքական ազդեցության ոլորտ մտնելու մասին խոսեցինք, Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ սահմանների բացումից հետո բնականաբար թուրքական ներդրումներ են լինելու Հայաստանում եւ ինչու պիտի դրանք չլինեն, շեշտել է, որ 2012-13 թվականներից արդեն թուրքական բրենդով հյուրանոց է բացվել Հայաստանում եւ նշել է, որ նաեւ իրենք են ներդրումներ անելու Թուրքիայի տարածքում, ինչ է սա առաջին ազդակն է, որ Հայաստանը նաեւ տնտեսական առումով է մտնելու թուրքական ազդեցության հաշվի առնելով, որ ԵԱՏՄ-ի հետ կապված էլ արդեն որոշակի գործընթացներ։ Տեսեք, եւ իրականում վերջին հատվածը ԵԱՏՄ-ի հետ կապված եւս չափազանց կարեւոր է, խոսքիս վերջում ես սրանն էլ կանրադառնամ, Գևորգ Պապոյանի ասածը սա այն մասին է, ուղղակի որ ներկայիս իշխանությունները նախորդ իշխանությունների ճակերտավոր լավագույն ավանդույթները շարունակողն են, այն համատեքստում, որ բացեք հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ իշխանությունների ցանկացած հայտարարություն եւ փորձեք համեմատեք այն ամենի հետ, ինչը հիմա ասում են ներկայիս իշխանությունը եւ դուք տարբերությունը գլոբալ առումով չեք գտնի։ Ինչը վերաբերում է ԵԱՏՄ-ին, հայկա բավականին երկար ժամանակ է արդեն ճանաչում ենք միմյանց եւ երկար ժամանակ է եւ դուք եք այս ոլորտում ներգրաված եւ ես եմ որոշակի առումով փորձագիտական ինչ-որ աշխատանք կատարում, այսպես ձևակերպենք, հայկա ինչ տարածված մի նարատիվ կա արդեն երկար տարիներ, որ մեզանում երկընտրանքը հետեւյալն է, կամ Ռուսաստան կամ Թուրքիա։ Իշխանությունների գործողությունները ուղղված են նրան, որ մեր համագործակցությունը Ռուսաստանի հետ անհնարին դառնա ու Թուրքիան այլընտրանք չունենա։ Հիմա տեսեք, շատ բարձ օրինակով, եթե մենք Ադրբեջանին հանձնում ենք Հայաստանի տարածքով անցնող միջանցք, հենց միջանցք, որը պետք է Լաչինի միջանցքի տրամաբանությամբ գործի, դա հակասում է Եվրասիական տնտեսական միության մաքսային կանոնադրությանը։ Դա իր հերթին կարող է հանգեցնել նրան, որ Հայաստանի դեմ ոչ թե պարզապես պատժամիջոցներ կկիրառեն Եվրասիական տնտեսական միությունից, թեպետ արդեն Ռուսաստանից կան արձագանքներ առայն, որ Հայաստանում որոշակի օրենսդրական ակտեր են ընդունվում, որոշակի կարգավորումներ են ընդունվում, որոնք հակասում են Եվրասիական տնտեսական միության օրենսդրությանը, ոգուն, տառին։ Նիկոլ Փաշինյանը ուզում է անել հետևյալը. այնպիսի փոփոխություններ կատարել երկրի ներսում, այնպես բացել դռները թուրքական կապիտալի առաջ, որ հայտնի խոսք ունի, չէ, բանը ՀԱՊԿ-ը դուրս է եկել Հայաստանից, որ նույնը ԵԱՏՄ-ի մասով ասի, որ ԵԱՏՄ-ն դուրս է եկել Հայաստանից, բայց ինչի համար, ինչու են ոնց են իրենք այդ ամեն ինչին հասնելու, անելով ամեն ինչ, որպեսզի թուրքական էներգակիրներին, թուրքական շուկային, թուրքական սննդամթերքին ուղակի այլընտրանք չլինի։ Այս համատեքստում իհարկե Գևորգ Պապոյանը պետք է գովի թուրքական կապիտալի ներհոսքը։ Ու եւս մի կարևոր հանգամանք, տեսեք, ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանը, երբ որ գնացել էր Ստամբուլ հայկական համայնքի հետ հանդիպման ժամանակ, ասում էր հետեւյալը, որ խոսելով Զանգեզուրի միջանցքի մասին, ասում էր, դե ոնց են դա անվանում, Թուրանի ճանապարհ, դե հա իրենց Թուրանի ճանապարհը պետք, բայց ով ասաց, որ դա վատ է։ Տեսեք, եկեք հիմա փորձենք Նիկոլ Փաշինյանի տրամաբանությունից ելնելով վերլուծենք իրողությունը։ Այսինքն Թուրքիան իսկապես ունի թուրանական ճանապարհ կառուցելու մտադրություն, ցանկություն, նպատակ։ Այդ ճանապարհը անցնում է Հայաստանի Հանրապետության տարածքով ու Թուրքիան հետաքրքրված է այդ ճանապարհով, ճիշտ է, չէ՞, հիմա ամեն ինչ հասկանում։ Իսկ միգուցե բանակցությունների բանալին հենց այստեղ էր, պետք էր ոչ թե Արցախը հանձնել,
այլ Թուրքիայի հետ այնպիսի բանակցություններ վարել, փորձել տարանջատել Թուրքիային Ադրբեջանից, ասել որ եթե ձեզ համար այդ ճանապարհը անհրաժեշտ է, եկեք փորձենք հասկանանք ոնց կարող ենք սահմանների բացումը ապահովել եւ ձեր համար եկամտաբեր կլինի այս ամեն ինչը եւ մեզ համար, բայց իշխանությունները արեցին հնարավոր բոլոր սխալները, եթե մենք ելնում ենք այն կետից, որ իրենք միտումնավոր չեն այս ամեն ինչ արել, մեզ հասցրել այս իրավիճակի, իրենք բոլոր հնարավոր սխալները արել են, Հայաստանի Հանրապետության ռազմավարական դիվանագիտական խորքը հնարավորինս ոչնչացրել են, ու հիմա ստացվում է մի իրավիճակ, որ մի բան, որը Թուրքերին է պետք, այսինքն ճանապարհ Հայաստանի տարածքով մեզ վրա այստեղ փորձում են վաճառել, որպես դա միակ հնարավոր տարբերակն է Հայաստանի տնտեսության զարգացման։ Թեպետ մենք 98-ից 2008 թվականը տեսել ենք հստակ ճանապարհներ, մեխանիզմներ, թե ոնց դու կարող ես փակ սահմանների պայմաններում զարգացնել տնտեսությունը, հələ մի բան է պատժամիջոցների տակ գտնվող Իրանի հետ գազատար կառուցել։ Հատկապես որ Իրանը շահագրգռված է Հայաստանի հետ առևտրաշրջանառությունը ավելի մեծացնել, անընդհատ այդ մասին հայտարարություններ են հնչում։ Առնվազն հոգևոր առաջնորդի գրասենյակի կողմից իր մերձավոր շրջապատի կողմից մենք այս գնահատականները լսում ենք, որ Հայաստանի հետ սահմանը չափազանց կարևոր սահման է Իրանի Իսլամական Հանրապետության համար, ու այս պայմաններում դու Թուրքիային, Ադրբեջանին փաստացի համաձայնվում ես Հայաստանի տարածքով միջանցք հանձնել։ Ու ինչը վերաբերում է միջանցքը ընդհանրապես այդ ձևակերպմանը, ինչու ենք ասում, որ միջանցք։ Ախր տեսեք, եթե դա միջանցք չէ, ինչու օգոստոսի 8-ի փաստաթղթում առանձնացված հենց այդ կետը կա այդ ճանապարհի վերաբերյալ, որը Ադրբեջանը պետք է Նախիջևանի հետ կապեր։ Մենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ եւ Վրաստանի հետ ունենք բաց սահման։ Ինչ որ առանձին փաստաթուղթ կա այդ սահմանների հետ կապված։ Մենք Իրանին կամ Վրաստանին, Հայաստանի տարածքով ինչ որ ճանապարհ ենք տրամադրել, որի միջոցով շուտով Վրաստանը Իրանի հետ է կապվում, Իրանն էլ Վրաստանի հետ, եւ դա չգիտեմ անխոչնդոտ ճանապարհ է, իհարկե ոչ, ինքնին էս ձևակերպում արդեն խոսում է այն մասին, որ օգոստոսի 8-ին այս մարդը միջանց կա հանձնել, անկախ նրանից թե ինքը այստեղ ինչ է փորձում հասարակությանը համոզել։ Պարոն Մանթևոսյան, միգուցե մենք ենք շատ պեսիմիստական վերաբերվում այս բոլոր գործընթացներին, միգուցե իսկապես Նիկոլ Փաշինյանն այլընտրանք չունի, որովհետև շատ իշխանամետ կամ արևմտամետ փորձագետներ ասում են, որ Ռուսաստանը լքել է տարածաշրջանը, Ռուսաստանը հիմա գոյաբանական խնդիր է լուծում Ուկրաինայում, միգուցե իսկապես Նիկոլ Փաշինյանը այլընտրանք չունի, շատ նեղ քաղաքական իրավիճակում։ Ես կարծում եմ Հայաստանում արևմտամետ փորձագետներ չկան, որովհետև իմ ընկալմամբ Թուրքիան արևմուտքի մաս չէ։ Սա առաջինը։ Երկրորդը ինչը վերաբերում է նրան, միգուցե Նիկոլ Փաշինյանը ինքը տարբերակ այսպես ասած չունի, միայն այս ճանապարհով կարող է ապահովել երկրի անվտանգությունը, այսպես ձևակերպել։ Լավ, այս հարցին պատասխանելու համար մենք մի քանի տասնամյակ ետ պետք է գնանք։ Հայկական ժամանակում, երբ որ Նիկոլ Փաշինյանը գրում էր, որ բա ինչ խնդիր կլինի, եթե Հայաստանի տարածքով հենց Մեղրիով անցնի ինչ-որ մի ճանապարհ, ինչ-որ մի կոմունիկացիա, որից կօգտվեն Թուրքիան եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները, մենք ինչու ռուսներից ավելի ռուս պիտի լինենք, որ դրան դեմ լինենք, կամ Չինաստանի եթե շահերին դա չի համապատասխանում, ինչու մենք պետք է այդ ամեն ինչին դեմ լինենք։ Իսկ միգուցե արվել է ամեն ինչ, որպեսզի դուք այս հարցը տաք, որպեսզի հասարակության մոտ այդ հարցը առաջանա, որ իսկ միգուցե միակ տարբերակը դա է, հնարավոր կրկին ասեմ բոլոր սխալներ, եթե իհարկե մենք այն կանխավարկածով չենք շարժում, որ այս ամեն ինչը շատ մեծ sense գլոբալ հակահայկական գործունեության արդյունք է, որտեղ սա նույնիսկ դավաճանություն չէ, որտեղ սա թշնամանք է։ Հենց սրա համար է այս ամեն ինչը արվել, այսինքն դու ռազմավարական քո խորությունը, դիվանագիտական խորությունը ոչնչացրել ես, ռազմավարական դաշնակցիդ հետ քաղաքական առումով հարաբերությունները գրեթե զրոյացրել ես, որովհետեւ դու կարողանաս Ժորժ ջան, դե մենք այլընտրանք չունենք, դաշնակից չունենք, Արցախ չունենք եւ այլն եւ այդպես շարունակ, եւ հիմա դա էլ պիտի հանձնենք, որ պատերազմ չլինի։ Եթե այս համատեքստում ենք նայում, ամեն ինչ իր տեղն է ընկնում։ Իդեպ Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների կոնտեքստում թվում է, թե քաղաքականության հետ կապ չունեցող իրավական փոփոխություն է տեղի ունեցել օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին օրենքում, որը դժվարացրել է բեռնափոխադրումներն ու ուղևորափոխադրումները, նույնիսկ բեռնատարների վարորդները կառավարության շենքի դիմաց բողոքի ցույցի ժամանակ սպառնացել են ֆուրերով փակել հրապարակը, փաստացի խնդրի առաջ են կանգնել։ Սակայն արդյոք սա ընդհանրապես իրավական փոփոխություն է, թե արդեն ռուսական կողմը որոշակի ազդակներով փորձում է հասկացնել, որ հետ քայլ արեք, որովհետև հարաբերությունները գնալով խնդրահարույց են։ Եկեք մի քանի հարցության վրա փորձենք սա դիտարկել։ Առաջինը, ընդհանրապես
այս փոփոխությունները եթե իրենք ընդունվեն վերջնականապես Ռուսաստանում, նույնիսկ ռուս փորձագետներ իրենք քանիցս նշել են, որ սա որոշակի առումով հակասում է նաև Եվրասիական տնտեսական միության կանոնադրությանը, նորմերին, ի վերջո չմոռանանք, որ Եվրասիական տնտեսական միությունը ի թիվս այլնի հիմնված է 4 ազատությունների վրա, որոնցից երկուսը դա չգիտեմ դա ապրանքների եւ կապիտալների ազատ տեղաշարժն է։ Հիմա օբյեկտիվորեն այս փոփոխությունը ինքը խնդիրներ է ստեղծում, բայց այլ հարցը, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները պետք է ժողովրդական լեզվով ասած երեսատեղ ունենան, որպեսզի գնան այս ամեն ինչը բանակցային առումով փորձեն ռուսական կողմի հետ ինչ որ փոխամբռնելի եզրահանգման այս ամեն ինչը հասցնեն։ Սա առաջին մասով։ Երկրորդը, ես ուզում եմ մենք այս հարցին նաև գիտեք ինչ համատեքստում վերաբերվենք։ Մի հատ հայտնի խոսք կա, չէ, որ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Վստահաբար բեռնատարների վարորդներից շատերը իրենք առաջնորդվում են հենց այս սկզբունքով։ Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Երբ որ դու չես զբաղվում քաղաքականությամբ ու քեզ թվում է, որ չգիտեմ, Արցախի անկումը դա քեզ չի վերաբերվում, Նիկոլ Փաշինյանը դե հիմա միջանցքը հանձնել է, դե դա մեղրիում է, 1000-ից մեկ է մեղրի գնում եւ այլն եւ այդպես շարունակ։ Քեզ թվում է թե դա քեզանից հեռու է, բայց այստեղ խնդիրը կառավարման որակին է վերաբերվում։ Եվ երբ որ կառավարման որակը մեղմ ասած խնդրահարույց է լինենում, ֆուրերի վարորդներից միջև դասախոսներ, բժիշկներ եւ այլն այս ամեն ինչի հետ իրենք առնչվելու են։ Մի քանի ամիս առաջ ծաղկավաճառներն են խնդրի առաջ կանգնել։ Մի քանի ամիս առաջ մենք տեսնում ենք, որ կոնյակի արտահանման հետ կապված մենք խնդիրներ ունենք։ Այս ամեն ինչը կապված է նրա հետ, որ որոշ մարդիկ կարծում են, որ իրենք քաղաքականությամբ չեն զբաղվում եւ քանի որ իրենք չեն զբաղվում, դա իրենց համար ինդուլգենցիա է ու ընդհանրապես երկրում տեղի ունեցող գործընթացները իրենց վրա ազդեցություն չեն ունենում։ Այսինքն իրենք կարծում են, որ քաղաքական լոյալությունը Նիկոլ Փաշինյանին իրենց համար խնդիրներ չի ստեղծի։ Ստեղծում է, այն էլ ոնց։ Սակայն ԵԱՏՄ-ի հետ տնտեսական փոխհարաբերությունների սառեցումը հանգեցնելու շատ ավելի լուրջ խնդիրների, այո, պարոն Մաթեոսյան, հասկանանք թե հասարակահայացու վրա դա ինչպես է ազդելու։ Ինքը անելու է ամեն ինչ, որպեսզի Թուրքիային, թուրքական ապրանքներին, թուրքական շուկային, թուրքական կապիտալին մենք այլընտրանք չունենանք, բայց դա շատ կարճատև ժամանակահատվածում է լինելու, որովհետև երբ որ Ռուսաստանի հետ բոլոր առումներով հարաբերությունները զրոյացվեն, տնտեսականից, քաղաքականից մինչև ռազմական առումով, Հայաստանը այստեղ որպես առանձին պետություն գոյություն ունենալու արդեն խնդիր է եւ այն մարդիկ, ովքեր իրենք ասում են մենք ֆուրերով գալու ենք հանրապետության հրապարակը փակեն, այդ մարդիկ ֆուրերի մեջ լցնելու են իրենց տան եղած չեղածը եւ արտագաղթեն Հայաստանից։ Իսկ ուր։ Շատ լավ հարց է, իրականում ես իմ արցախցի հարազատների, բարեկամների, ընկերների հետ երբ որ շփվում եմ, ասում եմ դուք մի տարբերություն ունեք, եթե մենք համեմատում ենք Հայաստանի Հանրապետության բնակիչների հետ, դուք գնալու տեղ ունեիք Հայաստանում լիքը մարդ գնալու տեղ չունի եւ չի էլ ունենալու։ Դաժան հեռանկար է, դաժան ապագա։ Անդրադառնանք ներքաղաքական խմորումներին, վերջերս տեղի ունեցավ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը, դրանից հետո տեղի ունեցավ մեր ձևով շարժման հավաքը, որոնք հստակ ցույց տվեցին, որ ներքաղաքական ներկապնակում ունենք երկու թելադրող եւ ազդեցիկ ուժ։ Փորձենք հասկանալ հասարակության տրամադրությունները, արձագանքները ինչպիսին էին, ինչ կարևոր շեշտադրումներ դուք տեսաք։ Ես կարծում եմ հասարակության արձագանքը գնահատականը ամենալավ ցուցիչը կլինի մոտակա ընտրությունների ժամանակ քվեների թիվը, սա առաջինը, երկրորդը, ինչը վերաբերվում է ուղիղ ուղերձներին, որոնք ուղղվեցին հասարակությանը, թե Քոչարյանի ասուլիսի ժամանակ, թե մեր ձևով շարժման հետ կապված տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում եւ նաև ինչը զուգահեռ տեղի ունենում այս ամեն ինչի համատեքստում։ Տեսեք, նախագահ Քոչարյանի ասուլիսի, եթե հիմնական մեղը առանձնացնենք, դա հետեւյալն էր, որ մեզ բերել են ոչ թե խաղաղություն, այլ բերել են զինադադար առանց անվտանգային երաշխիքների, զինադադար, որը կապված է մեկ առանձին վերցրած մարդու Իլհամ Ալիևի տրամադրությունից, որովհետև այն պայմաններով, որով Նիկոլ Փաշինյանը հանձնել է օգոստոսի 8-ին Հայաստանի Հանրապետության տարածքով միջանցքը, դա կարող է X պահի հանգեցնել նրան, որ Ադրբեջանը կամայականորեն կմեկնաբանի այդ պայմանավորվածությունը եւ կասի դե Հայաստանը չի տվել միջանցքը, դրա համար էլ մենք մեր պատկերացած տարբերակով ենք փորձում այդ կոմունիկացիայի հարցը լուծել։ Սա չափազանց կարևոր արձանագրում է եւ երկրորդ կարևոր արձանագրումը որն էր։ Հայկը չափազանց ճիշտ մոտեցում էր, որ արձանագրվեց, որ Նիկոլ Փաշինյանի ձեռքից այդ խաղաղության, այսպես կոչված խաղաքարտը պետք է վերցնել։
Մարդը, որ բերել է մի քանի խոշոր պատերազմ, առաջին հերթին 44 օրյա պատերազմը, Ջերմուկի մերձակայքում տեղի ունեցած պատերազմը, մի շարք այլ փոքր պատերազմներ եք մեկ ունեցել այս մի քանի տարիների ընթացքում, ինքը ոչ միայն Հայաստանին չի կարող բերել խաղաղություն, այլ նաև այն գործընթաց, այն բանակցային գործընթացը, որը նա վարում է, արձանագրումն է նրա, որ մեզ կարող է շատ մեծ պատերազմ սպառնալ, որի հետևանքների մասին ես արդեն նշեցի։ Քոչարյանը դրա այլընտրանքը ներկայացրեց եւ նշեց հետեւը, որ մենք փաստացի ունենք խնդիր այդ կոնֆլիկտային, շատ մեծ կոնֆլիկտային պոտենցիալ ունեցող պրոյեկտի հետ կապված ինչ որ մի լուծում գտնել։ Լուծումները հետեւյալն են՝ դու պետք է կարողանաս ընդլայնել այդ պրոյեկտը, ներգրավել տարածաշրջանային այլ խաղացողների, որովհետեւ իրենք էլ որոշակի առումով իրենց շահի պահպանումը այս ամեն ինչում տեսնեն, բայց որ ամենակարևորն է դու չպետք է տրամադրես միջանցքային տրամաբանությամբ որևիցե կոմունիկացիա ու դրա լուծումը արդեն առաջարկվել է եւս, այսինքն մենք առաջարկենք, որ այդ կոմունիկացիան շարունակվի Նախիջևանի տարածքով եւ այլն եւ այդպես շարունակ։ Ես կարծում եմ կարելի է այս հատվածը պարզապես բացել Քոչարյանի ասուլիսի, ունկնդրել եւ հասկանալ, թե լուծումներից մեկը սա այն տարբերակներից մեկն է, որով մենք կարող ենք ապահովագրել մեր երկիր եւ որ ամենակարևորը Նիկոլ Փաշինյանի ձեռքից այդ խաղաղության բանաձևը, ասենք, չգիտեմ, խաղաքարտը, փաստորեն այդ ամեն ինչը դու պետք է վերցնես։ Ինչի փորձի, ինչի իրական բաղադրատոմսը իսկապես Քոչարյանը ներկայացրեց։ Երկրորդ կարևոր շեշտադրումը վերաբերում էր ներքաղաքական զարգացումների համատեքստում, որ առնվազն երկու քաղաքական ուժ կա անդիմության շարքերում, որը ըստ սոցիոլոգիայի ինքը ավելի շատ ձայն կարող է հավաքել սպասվելիք ընտրությունների ժամանակ, քան Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական պայմանագիրը եւ նշվեց նաեւ հետեւյալը, որ լավ կլինի, եթե երրորդ ուժ եւս լինի, ինչը հնարավորություն կտա իսկապես ընտրական ճանապարհով լուծել իշխանափոխության հարցը, հարց, որը շատ-շատերին Հայաստանի Հանրապետությունում, ես կարծում եմ, նույնիսկ 2018 թվականի մայիսի 10-ից հետաքրքրում է, այսպես ձևակերպենք։ Ես կարծում եմ, որ դա իսկապես փաստի արձանագրումն էր, որ հիմա մեր ձևով շարժումը եւ Ռոբերտ Քոչարյանի կողմից ղեկավարվող Հայաստան դաշինքը այլընտրանք, որ չասենք այլընտրանք չունեն քաղաքական դաշտում անդիմադիր հատվածում, որովհետեւ Քոչարյանն էլ խոսեց, որ երրորդ ուժ էլ կարող է հայկա, այլ իրենք առաջատարն են այս ամեն ինչի։ Ինչն էր նաեւ հատկանշական այս ամեն ինչից հետո երկու բան ես կառանձնացնեի։ Առաջինը մի շարք փոքր քաղաքական ուժեր սկսեցին հայտարարել, որ իրենք ներգրավում են քաղաքական գործընթացների մեջ, վարչապետական հավակնություններ ունեն, քաղաքացի բոլորը ազատ են քաղաքականությամբ զբաղվել, ուղղակի իսկապես անհրաժեշտ է ճիշտ գնահատել սեփական ռեսուրսները, սեփական հնարավորությունները եւ ավելի տրամաբանական կլինի, որ այդ քաղաքական ուժերը գնան միավորման, խոշորացման, առավել եւս որ շատերի յետևում նույն առանձին վերսած քաղաքական գործիչն է կանգնած, ավելի տրամաբանական կլինի, որ իրենք գնան միավորման, դա միգուցե հնարավորություն կտա, որ այդ բևեռը դառնա երրորդ ուժը, որի շնորհիվ հնարավոր կլինի ընտրական ճանապարհով լուծել իշխանափոխության հարցը։ Իսկ եթե միավորումը չեղավ, կստացվի որ ձայներ են փոշիացնում։ Եթե միավորումը չեղավ, ես ասես ասեմ, ըստ այն հայտարարությունների, որոնք մենք հիմա արդեն ունենք, մոտավորապես մի 20 քաղաքական ուժ կարող է մասնակցել ընտրությունների եւ մենք կարող ենք գալ մի իրավիճակի, որ 18-ից մինչեւ 25% ձայն ուղղակի կփոշիացվի, իսկ հաշվի առնելով մանդատների վերաբաշխման յուրօրինակ համակարգը, որը դեռևս 2018 թվականից ենք մենք ժառանգել, դա կարող է հանգեցնել նրան, որ Նիկոլ Փաշինյանը կարող է Մայասանդուի օրինակով իր համար անհրաժեշտ է 53, 51, 52%-ը ապահովել, եթե այդ ուժերը չգնան խոշորացման, բայց կրկին ասեմ, տրամաբանությունն այն է, որ եթե իրենք իսկապես հետաքրքրված են փոփոխությամբ, իրենց յետևում էլ նույն մարդն է կանգնած, թող գնան խոշորացման եւ իրենք իրենց ներկայությունը ազգային ժողովի, ապագա ազգային ժողովում ունենան։ Եթե դա տեղի չունենա, իսկապես այս ձայները գնալու են, փոշիանալու են, ինչից օգտվելու է Նիկոլ Փաշինյանը եւ երկրորդը, տեսեք, չափազանց կարեւոր արձանագրում եղավ նաեւ հետեւյալի համատեքստում, որ քիչ է որ դու ընտրություններում կարողանաս քաղաքացիների քվեները ստանաս։ Կարևոր է որ դու կարողանաս այդ քվեները պահպանես։ Ավելի լավ այդ քվեները, քան հազարավոր մարդիկ փողոցներում դժվար թե ինչ-որ մեկը կարողանա պահպանել։ Դրա համար նաև Քոչարյանը նշեց, որ պետքա նախահեղափոխական փաստացի իրավիճակ լինի խորհրդանական ընտրություններից առաջ, որպեսզի քաղաքացիական պայմանագիրը հստակ իմանա, որ եթե իրենք գողանան քաղաքացիների քվեները, իրենք հեղափոխություն են ստանալու, դրանից բխող բոլոր հետևանքներով իրենց համար։ Ու եւս մի կարևոր բան կար այս ամենի համատեքստում, Քոչարյանի ասուլիսից հետո դա եղավ, դա նաև մեր ձևովի հավաքից հետո եղավ։ Ինչ են ասում որոշ շրջանակներ։ Իրենք ասում են, որ
արդեն 2026 թվականի խորհրդանական ընտրությունները կեղծված են։ Նաև շրջանառության մեջ են դրել են տեղեկությունները, թե իբր թե Հայաստան, Վրաստանից ինչ որ, չգիտեմ, անձնագրեր են եկել։ Մի շարք այո, նախ սկսենք հետևյալից, եթե Թուրքիայից սահմանը կա ինչու Վրաստանից, ինչ որ մի բան պետք է բերես, հաշվի առնելով նաև Նիկոլ Փաշինյանի ձգտումները թուրքական աշխարհին ինտեգրվել, բայց ինչ եմ ես տեսնում այս ամենի յետևում։ Կարծես թե փորձ է արվում քաղաքացիների մեջ այնպիսի տրամադրություն սերմանել, որ առանց իրենց քվեների արդեն ամեն ինչ որոշված է, որպեսզի մարդիկ չգնան, որպեսզի մարդիկ չմասնակցեն ընտրությունների։ Եթե իրենք չեն մասնակցում ընտրությունների, իշխանությունների ընտրակեղծիքների շնորհիվ ձևավորված այդ ընտրազանգվածը, այսպես ձևակերպենք, կամ քվեների քանակը, ինքը ավելի մեծ դեր է ունենալու ընդհանուր այս զամբյուղում քվեաթերթիկների։ Եվ եթե այս քարոզը արվում է, ես չգիտեմ կամա թե ակամա, բայց արվում է ամեն ինչ, որպեսզի Նիկոլ Փաշինյանի ադմինիստրատիվ ռեսուրսի շնորհիվ ձևակերպված այդ քվեները իրենք որոշիչ դեր ունենան։ Լավ կլինի, որ այս քարոզը դադարի, ու լավ կլինի, որ մարդիկ հիմա այ հիմիկվանից սկսած զբաղվեն նրանով, թե ինչ մեխանիզմներ կարելի է գործարկել, որպեսզի գալիք ընտրությունների ժամանակ եւ քվեաթերթիկներին տեր կանգնվի ընտրատեղամասերում եւ փողոցներում էլ մարդիկ պատրաստ լինեն իրենց իրավունքների եւ իրենց ապագայի համար պայքարել։ Շնորհակալ եմ հետաքրքրությունի համար։ Հիշեցնեմ այսօրվա մեր հյուրն էր քաղաքագետ Բենյամին Մաթևոսյանը։ Հարցազրույցի հաջորդ թողարկումը վաղն է։ Հաջողություն։